Բոլորը բողոքում են, թե Հայաստանում չի վաճառվում, երևի թե մենք կմտածենք այդ հարցի շուրջ, Հայաստանում էլ վաճառ կազմակերպելու համար, իսկ ընդհանրապես բոլոր թե բանջարեղենային պահածոները, թե մուրաբաները, բոլորն էլ դուր են գալիս սպառողներին։ Մեծ մասը ծանոթ էին արտադրատեսակին, որովհետև մենք վաճառում ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև Երևանում, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, Ռուսաստանում եւ շուրջ 10 երկիր արտահանում ենք ընդհանրապես մեր արտադրատեսակը։ Բնակչության այն մասը, որը հիմնականում եղել է Արցախում, ճանաչում է եւ գինին եւ ըմպելիքները, հավանություն են տվել, իսկ այն մասը, որը չէր ճանաչում, առաջ անգամ փորձել աստեղ, ուրեմն պահանջում են, այսպես ասած, որ ապրանքը առաքվի Երևանյան շուկա։ Նման լավատեսություն այցելուների ակտիվ հոսքն է ապահովում։ Նուբար Ապիկյանը Սիրիայից տեղափոխվել է Երևան եւ արդեն 2 շաբաթ է Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ցուցահանդեսից ընդհանուր տպավորությունները դրական են։ Այսպիսի որակ միան կարելի է Եվրոպայում սպասել։ Ուրեմն ուրախ ենք, որ եվրոպական որակի հասել ենք արդեն։ Հայաստանի հետ առաջին հիմնավոր ծանոթությունը սկսվել է Armenia Expo 2011-ից, Արցախի հետ ծանոթությունը այս տաղավարից, որտեղ ամենից շատ գինիներն է հավանել։ 3 մի հատ քնեցինք, այսօր եկանք երկրորդը քնեցինք եւ գիները շատ լավն են։ Մինչեւ այստեղ կալը խաղապար չունեին Ղարաբաղի գինիների եւ ուդելիկների վրա։ Հիմա որ իմացանք, շատ ուրախ եղանք։ Արցախի մասին դեռ շատ բան չգիտի, բայց բարեմաղթանքները հղում է կոնկրետ հասցեով։ Մաղթում ենք, որ Արցախը շուտով ճանաչվի աշխարհում, որպեսզի կարենան ավելի լավ աշխատանք դանեն։ Դեռ չճանաչված Արցախը արդեն կարողանում է թեկուզ դժվարությամբ, բայց աստիճանաբար շուկա հանել առանձին արտադրատեսակներ։ Այս հարցում գերիշխողը լավատեսական տրամադրությունն է։ Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք այցելուների կարծիքներից ելնելով, որ արտադրանքը մեծ հեղինակություն է վայելում եւ պահանջարկ ունի։ Շնորհավորությամբ արդեն որ գալիս են, այս մի անգամից մոտիկանում են ու կոնկրետ ռեալ առաջարկությունները, որ պատվեր ընդունելու համար։ Ընդ որում Արցախով եւ արցախյան արտադրանքով հետաքրքրվողները միայն հայերը չեն։ Տեսա, հավանեցի եւ գնեցի Ծիրանի ու դդմի մուրաբա։ Իմ թարգմանիչն ինձ ասել էր, որ Հայաստանում եւ Ղարաբաղում լավ են պատրաստում հատկապես ընկույզի մուրաբան։ Ցանկացա դա էլ գնել, բայց արդեն վերջացել էր։ Վերջացել էր ոչ միայն ընկույզի մուրաբան, օրվա երկրորդ կեսին Արցախ ֆրուտի տաղավարը ամբողջությամբ դատարկվել էր, բավական պակաս էլ Արցախի տաղավարների մյուս հատվածներում տեղադրված տեսականին։ Արցախցիները արդեն ցուցահանդեսի փակմանն են պատրաստվում, իսկ արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։ Դա էլ փորձն է հուշում։ Նորեր Հովսեփյան, Սամվել Սայան, օր Երևանից։